Սիրելի հետևորդներ ջան, առավոտ շուտ այս գործին է, կալոնկինա փչացել ու վարպետ եմ կանչել, որ սարքի։ Այ տեսեք, այստեղից ջուրը կատկթում է, այս ամենը կսարքենք, որից հետո արդեն կմիանամ ձեզ, սիրելիներս։ Եվ այստեղ, ինչպես սիրում եմ ասել, ջան, կալոնկեն էլ սարքվեց, կոֆեն դրեք գալիս եմ։ Կոֆեն դրել եք, սիրելիներս, ես դեռ չեմ դրել, քանի որ գնացել էի ակլորը մորթելու, ձեռքերս էլ լվացած ու հիմա մի հատ խորը շունչ եմ քաշում, որ կարողանամ ձեր հետ զրուցել եւ ողջույն բոլորիդ, սիրելիներս, քանի որ այս ընթացքում մի քիչ զրուցեցի ձեր հետ առանց բարևներս փոխանցելու, երբեմն էլ այդպես է չէ պատահում, երբ որ խոսում ենք, հետո նոր մեր բարևը տալիս ենք մեր սիրելի մարդկանց։ Ուրեմն այսօր առավոտվանից վազքի մեջ եղա։ Այսքան օր ասենք այդ գազի կալոնկան մի քիչ լավ չէր աշխատում, ջուրը այդպես, չգիտեմ, ինչ մասեր փչացել, թուլացել, մի խոսքով դա էլ սարքվեց, մի քանի օր էլ այդպես հարմարվում էի, մեկ միանում էր, մեկ չէր միանում, հետո դե նման դեպքերում արդեն գիտեք էլի, արդեն ամեն մի գործ խախտվում է, հետ անկնում, առաջ անկնում, բայց թե էլի դասավորում ենք ու մեր գործերը առաջ ենք տանում։ Հիմա դուք արդեն դրել եք ձեր կոֆեն, ես էլ իմ կոֆեն դնեմ, ասել է չէ, որ կոֆես ավերջացել, այսօր ես դեռ չեմ խմել կոֆե, փոքրիկ գնումներ եմ կատարել այստեղ իմ սիրելի բուխանկահացն է, բայց դեռ հատ չեմ ուտում, այստեղ մաներաղ եմ գնել, պիտի դատարկեմ, այստեղ զակատի համար գրիշկաներ եմ վերցրել, երևի սինդրիկ էլ փակեմ, այդ մտքով եմ բերել, մի քիչ լավ չամիչ էի վերցրել, կամ ակլորը թխեմ նրա մեջ կլցնեմ, կամ էլ թող լինի տանը, չգիտեմ, մի քիչ էլ ելակ եմ գնել, այստեղա, բայց հիմա էլ ջուրը չկա, տեսնեմ ոնց եմ լվանալու, ասում եմ էլի մի բանը որ լինում է, այն մյուս բանը չի լինում, և այստեղ սուրճս դատարկեմ արդեն, նոր եղացած, դեռ տաքել, մենակ բերանը բացել եմ, որ այդ իր տաքուրը գնա ու չքրտնի իմ կոֆեն, հասցրել եմ այստեղ ակլորը մաքրել ու ջուրն էլ եմ դրել, բայց այստեղ մի հատ ինչ է կդատարկեմ, արագացնեմ շատ գործեր ունեմ, մի քիչ առավոտը արեդուս եկավ, հետո էլի կորավ, սառը քամի փչում, ու էլի ձմեռվա պես ցուրտ է, սիրելիներս, այս ջուրը, այս էլ իմ բաժակը մոտեցնեմ, և կոֆեն լցնեմ հենց միանգամից այստեղից ու նոր կդատարկեմ, Սիրելի հետևորդներ ջան, այս սենց է, կամ լույս չի լինում, կամ ջուր չի լինում, կամ գազ չի լինում, բայց թե նման դեպքերում էլ մեր գործերը արդեն մենք ենք էլի դասավորություն տալիս, ոչ ենք նստելու պարավ, ասենք վայ ջուր չկա, վայ լույս չկա, և այլն, որը որ չի լինում, այդ մի գործը թողնում ենք, անցնում ենք այդ մյուս գործերին, ուղղակ այստեղ լավավոր վերցրած ջուր ունեմ, ու ակլորս տեղին կարամ էլի, մաքրեմ, լվանամ, ինչ է որ ջուրն էլ երևի շուտ կտամ, երևի ինչ-որ կարգավորումներ են անում, այսպես, աղներ մի կողմ դնեմ, սա հիմա չեմ դատարկի, կափարիչները նույնպես և այստեղ իմ կոֆեն արդեն եղավ, այսպես, չամիչներ հիմա չեմ դատարկում, ես էլ եմ մի կողմ տեղավորում, բայց այստեղ ելակները պիտի լվանամ, ասոց որ ջուրը չի գալի, թե չէ ոսով ջրի տակ կլվանայի, հիմա այստեղ լվան չի խանգարում, ինքը այդքան էլ ցեխոտվար չէ, գիտեք, մաքուր է լինում հիմնականում, բայց թե երբ որ հոսով ջրի տակ ենք լվանում, արդեն ավելի վստահ ենք լինում, 6 հատիկ եմ գնել ընդամենը, սիրելիներս,
Ահա, արժեքը 2800, այնքան որ մի հատ համտես եմ սուրճի հետ։ Հետո երբ որ շատ կշատանա ելակը, ավելի անուշ բույր կլինի, ավելի կհամեղանա, արդեն դե շատ կգնեմ։ Այստեղ սուրճի ափսեոնը այստեղ կլցնեմ, այստեղ կդասավորեմ և սուրճից հետո արդեն կհամտեսեմ։ Այսպես։ Սովորում ենք էլի, որ ամեն ինչը մեր ուզած ձևով է լինում, հոսող ջուրը լինում է, գազն ու լույսը լինում է, արդեն դրան ենք սովոր լինում, բայց առաջվա տարիներին ոնց է եղել, երբ որ այդ ամենը չի եղել, չէ, ու ամեն ինչն էլ կոկիկ ձևով արել ենք բոլորս էլ։ Այսպես, ջուրն էլ արդեն համարյա եռման, աքլորը մաքրելու։ Սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ճիշտ է, ցուրտ է, բայց նաև միտք ունեմ, որ գնամ իմ բաղ-բաղջում գործեր անեմ։ Արդեն գիտեք էլի, որ շատ կիսատ գործեր ունեմ և կարելի ասել ուշանում է, բայց ես մեղավոր չեմ, այս եղանակային փոփոխություններն են մեղավոր, բայց թե ես իմ գործը առաջ կտանեմ, ինձ լավ գիտեք։ Ջան, ցուրտ օրերին ուզում ենք, չէ, որ տաք խմենք սուրճը, չնայած որ ես հով խմելու սիրահար եմ, գիտեք արդենից։ Բայց երբեմն էլ տաք եմ խմում, որպեսզի չմրսեմ, այդ պահին հետո անցնում եմ աշխատանքի, աշխատելու ընթացքում արդեն էլ չեմ մրսում։ Սիրելի հետևորդներ ջան, աքլորը կմաքրեմ, կպատրաստեմ, ինչ որ պետք է տեղատեղին, կդնեմ եռալու, հետո նոր կգնամ այգում գործեր անելու, իհարկե ձեզ էլ ինձ հետ կտանեմ, եթե հանկարծ ու հանկարծ էլի սև անվեր չհավաքվեն, անձրև չկա ու չխանգարի, այս պահի մենա դա եմ երազում, այսպես։ Աքլորին շատ հեշտ եմ բռնել, ասեմ, որ ասենք մի բուր ցորեն եմ տալի, ջուջու եմ անում, կանչում եմ, ու այդպես հեշտ եմ բռնում, բայց ամենահեշտ բռնելը իրիկվա թարի ժամերին է, երեք չհասցրեցի էլի, շատ էի հոգնելու, հետո որ ջուրն էլ նորմալ չէր, ասենք տաք ջուրը չկար, մեկ միանում էր, մեկ չէր միանում, որոշեցի, որ այսօրվան թողնեմ ու գործս այսօր անեմ աքլորի, ինչև աքլորը կեփի, որ վայել եմ, կգնամ գործեր կանեմ, հետո արդեն կիմանամ, որ իմ ուտելիքն էլ իմ սնունդը պատրաստ է, գիտեք, որ առանց դրա մենք չենք կարող, պիտի ուտենք, որ կարողանանք ապրել, պիտի լավ սնվենք, որ կարողանանք մեր այս գործերը, ֆիզիկական գործերը անել։ Աստված մարդուն այդպես է ստեղծել, ուղղակի այնպես ուտենք, որ կամ ուրիշի աշխատանքը չուտենք, կամ էլ չապրենք ուտելու համար, այլ ուտենք ապրելու համար, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա ես մի քիչ էլ արագացնեմ, որ արդեն աքլորը սկսեմ մաքրել։ Եթե կուզեք, ձեզ էլ մասնակից կդարձնեմ, մասնիկ այլ մասնիկ, քանի որ գիտեք, որ սա մի քիչ, կարելի ասել, մի քիչ աշխատանք է պահանջում, մի քիչ երկար ժամանակահատված է պահանջում։ Կոֆե խմելն էլ ավարտեցի, սիրելիներս հանգիստ նստած վիճակում և այս պահի խմած բոլորիս կոֆեն ասում եմ թողանուշ լինի, իսկ հիմա այստեղ ջուրը անջատել է արդեն, պետք չի որ շատ եռա, ինձ մոտեցնում և այս հետարքիր պահով էլի ձեզ միանամ, աքլորին մտցնենք շոքեբաղնիկ, այսպես, ինք արդեն լավ սառել է, այս էլ իրա կատարը, այսենց, այս էլ իրա տոտոխները և այս պահը, սիրելիներս, այն պահերից մեկն է, որ արդեն, ոնց ասած, չորնի գործն է, էլի, այս չորնի գործերը ես անեմ արագի մեջ,
Մի քիչ էսպես պտտում եմ, տաք ջրի մեջ, մի լավ լողանում է տեղը տեղին, բայց շատ չի կարելի թողնել, եթե շատ թողնենք, արդեն շատ տաքից էլ կպչում է բումբուլները, դրա համար հիմա կհանեմ, մի քիչ շատ էր տաքացել ջուրը, ասենք եղել է, որ հենց ջրի մեջ են բումբուլները հանել, բայց այս անգամ ջուրը մի քիչ շատ տաքացավ, զգուշանալու համար արդեն կհանեմ, եթե պետք լինի, էլի կմտցնեմ, բայց տոտիկները կարող է եղել է, հա, տոտիկները եղել է մեր սևուկ աքլորի, սենց մի հատ բան կա էլի, ասենք, եթե ասենք խոզ եմ մորթում, ու այդ խոզը սև առնում, մարդկանց մոտ հարց առաջանում, արդյոք սև խոզի միսը սև ա լինում, թե ոչ, մի քանի որ իմ աքլորը սև ու կա, այստեղ իրա տոտիկները սև ու կա, մաքրեցի, տոտիկները սև ու կա, բայց ինքը արդեն մաշկը սև չի լինի, այն մեկն ինչ եղավ, այս մեկն էլ հանեմ, այս էլ մաքրեմ, ամենաշուտը սա է լինում, իրա այս տոտիկների վրա կեղև կա էլի, այդ կեղևը պետք անպայման մաքրվի, շատ հեշտ է լինում, բայց այս էլ եթե երկար մնա տաք ջրի մեջ, կպչում է ու չի մաքրվում, դե հետո արդեն պարզ է, շատ ջրերով լվանում ենք, մաքրում ենք, մի հատ էլ կրակի վրովն ենք անցկացնում, մի հատ էլ կատարիկը տեսնեմ, եղել է կատարիկը, հա, կատարիկն էլ ասենց, կատարիկ էլ ասում եմ, լավ էլ մեծ կատարա թափով, բայց պողկոլիկները, պողախը, շատ համով այս մասնիկները սիրել հետևորդներ ջան, բայց այստեղ էլի մտցնեմ տաք ջրի մեջ, ոնց որ թե այդ գլխի վրայի բմբուլները մի քիչ դժվար է մաքրվում, բայց այստեղ արդեն հեշտ է, ու մի հատ տեսեք, թե ինչքան շարմաղ է իմ սևուկ աքլորի մաշկը, իսկական ուտելու ժամանակն է, իզուր էլ վախենում էի, էլի մտցնեմ ջրի մեջ, ուղղակի շատ էր երման, ասի մի քիչ զգուշանամ էլի, բայց թե նորմալ է, դրա համար էլի մտցնենք շոք է բաղնիկ, միշտ էլ զգուշանալը շատ կարևոր է, ոնց հասած օղտը չափում ենք, մի անգամ կտրում, այ ոնց որ թե հեշտացավ, այս ձևով էլ կմաքրեմ սիրելիներս, ու արդեն հենց վերջացնեմ, նորից կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, մաքրել եմ աքլորը, բայց այստեղ էլ արդեն գազերը տարել են, ինչ ենք անում, չենք հիասթափվում, և քանի որ պետք է մաքրելուց հետո պարտադիր այդ մանր բմբուլիկները խանձենք, ահա, մի հատ մոտեցնեմ, սևուկ աքլորի շարմաղ մարմինը ցույց տամ, այս սենց ընտիր, ծանր քաշային աքլորի կա, քմբլիկ, սիրուն, այս որ ինքը մի քիչ տեղին է, դա նշանակում է, որ ցորեն ա կերել մեր միայն և քոջուջա արել, դրա համար էլ մաշկը այս ձևի է, սիրելիներս, հիմա, հա, այստեղ մի հատ չորացնում եմ, քանի որ գազը եթե չի լինում ու չենք հիասթափվում, մի հատ այսպես չորացնում ենք մաշկը, քանի որ պետք է արաղով խանձենք, էսա ամեն ինչը պատրաստ եմ ու կտեսնեք, առաջվա տարիներից սկսած, անգամ երբ որ դեռևս գյուղում գազը չի եղել ու այդպես մեր մամաները, մեր տատիները ոնց են արել ու այդ ամեն ինչը եկել է մեզ է հասել, չէ՞։ Վերցնում ենք մի հատ չոր, մի քիչ հին ափսել, նախորդ մոտեցնում ենք տնական թունդ արաղը, դե գիտեք, այս իմ քաշած արաղն է, մի փոքր լցնում եմ այստեղ, քանի որ արաղը տանիցն է, արխեին լցնում եմ, ջան, ինչ անուշ էր հոտը,
ուղայ, արժե որ ես ակլորի հետ էլ մի բաժակ վայելել, մի քիչ բամբակ եմ քաշում, առանց դրա մի քիչ դժվար կլինի, սենց էլ կկպչի, բայց բամբակով ավելի հեշտ է լինում, բայց ուզում եք փորձեմ մի հատ առանց բամբակի, տեսնենք ոնց կլինի, ու պետք է արագի մեջ կատարվի այդ ամեն ինչը, այսպես, սա կկպչի, չէ, բամբակով հեշտ է լինում, ուրեմն բամբակով, այսպես, մի հատ թողում ենք բամբակը լավ, քաշի, կպավ, պիտի որ երևա կադրում սիրելիներս, և այսպես խանձում եմ, սենց ես կասեմ ավելի լավ է խանձվում, քան թե գազի վրա, բամբակը արաղը իրան է քաշում ու մի քիչ ավելի երկար է վառվում, կապույտ բոցով, կարմիր բոցով վառվում է, այդ բոցը մինչև ստեղ գալիս է, այս էլ մեր սև ու կաքլորը, որից հետո փորը կբացեմ, կմաքրեմ, հետո արդեն կեռացնեմ, եղանակն էլ անպերահավաքվել, ցուրտ է, բայց երևի կարողանամ աշխատել, ինչ որ տեղ էլի մի գործ առաջ կտանեմ, արդեն ամբողջն է կպել, բոցը ոչ միայն բամբակի կողմն է վառվում, այլ ամբողջ ափսեում արդեն բոցը տարածվել է, քանի որ այդ մի շիշը սառնանում է, մի քիչ էլ սառնել էլի այդ արաղը, այդ էլ կապ ունի, դրա համար չոփով չկպավ, այս սենց, այս արդեն պատրաստ է, բայց քանի որ կրակն ունենք չի խանգարի, որ պահեմ էլի, ամեն դեպքում այսպես պտտերով ենք պահում, եթե ասենք դուք էլ այդ պահը լինի ձեր մոտ, չգիտեմ, այնպես ենք անում, որ հանկարծ շատ չայրենք միսը, անգամ նույնիսկ թղթով կարանք խանձենք, սիրելիներս, եթե ասենք տանը արաղ չկա, էդ էլ է եղել, որ արաղը վերջացած է եղել, գազել չի եղել, հետո արդեն շատ թղթեր ենք վառել ու թղթով ենք խանձել, թուղթը մի քիչ սևացնում է մաշկը, բայց որ լվանում ենք, շուտ անցնում է, բայց արաղով խանձածը մսին համով հոտատալի, էդ էլ ասեմ, այսպես, վսյո, գրակը հատավ, ակլորն էլ պատրաստ է, սիվը չկան ենտեղ, մի հատ ստեղ էլ գնացել է ուրեմն իմ գնալ գալու հետ, հա, գնացել է իրա համար քնել է, վսյո, այս պատրաստ է, ես կասնեմ փորը բացելուն, սիրելի հետևորդներ ջան, բայց այդ պահերը ցույց չեմ տալի, քանի որ չգիտեմ ինչպիսի մարդիկ կլինեն, որ ինձ դիտեն, մարդիկ կան, որ նման բաներից, ասենք, չգիտեմ, իրանց համար տարօրինակ է թվում, հետո միս ուտելուց հրաժարվում են, չնայած այնինչ բնական է, ուրեմն բարոյական է, ինչևէ, ես անցնեմ մաքրելուն և արդեն նորից շարունակություն գտամ։ Սիրելի հետևորդներ ջան, ակլորը մաքրել եմ վերջացրել, բայց դեռ գազը չկար, որ դնեի եռալու ու հիմա դուրս եմ եկել, մի քիչ հետո կասեմ ինչի ու այստեղ մտքովս անցավ տենամ քանի ձու են ածել հավիկներս, հավաքեմ, բայց այստեղ հավիկներս նստած են, որոշեցի ձեզ էլ ցույց տամ այս հետաքրքիր տեսարանը, սևուկնա ու չալտիկը,
Լավն է, չէ։ Այս մեկը իմ մայր թուղսն է։ Հիշում եք, չէ, իմ մայր թուղսիկին։ Երբ ես թուղս գալու աղջի։ Ջանուլ։ Ահա, դե չխանգարենք հավիկներին։ Ու դուրս գանք։ Եկել եմ բաղչեն սխտոր քաղեմ, սիրելիներս։ Քանի որ սառնանում խաշ ունեի եփած, ասեցի հոսով ատ չեմ մնալու։ Ոյ, Սիմուչկան եկավ հետևիցս։ Սիմուլյա։ Հա, ասեցի կամ սխտոր քաղեմ, տանեմ այդ խաշն ուտեմ։ Հետո, եթե անձրևն էլ չխանգարի, քանի որ բարակ շաղ ա գալի։ Չգիտեմ, կգամ, կհասցնեմ, գործ կանեմ, թե չէ, 3-ն անցա։ Սիմային այնտեղ հանգիստ թողնենք։ Ահա, ու գանք սխտորը քաղենք իրար հետ։ Քաղել որն ա, պետք է արմատով հանեմ, քանի որ սենց փնջովոր կա, չէ, սա շատ հնուց ա, որ ասենք դուրս ա եկել միշտ։ Սա ինքը գլուխ չի տա, լավ է, լավա, սենց հանեմ, ու տանեմ, սենց կմաքրեմ, կվայելեմ։ Հողն էլ փափուկա դուրս կգա, այսենց, քոքը ոլորեմ, ոնց ասած, ու փորձեմ արմատով հանել։ Ահա, այսենց, այս ձևն է։ Սա եթե մնա, սիրելիներս, սա երբեք ու երբեք գլուխ չի տա։ Բանեմ, մաքրեմ, որ խաշով վայելեմ, թե չէ, էլ ինչ խաշ առանց սխտոր։ Ու գնանք տուն։ Հլա Սիմուչկային, բարձրացել ա ծառի վրա, իր համար խաղեր ա տալի, իքչել Սիմային, նայենք ու հիանանք։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն տուն եմ եկել, այնտեղ Սիմուչկան թռավ ուրիշ տեղ գնաց, կադրս կիսատ մնաց, ինչևէ, սխտորն արդեն լվացել եմ մաքրել ու այ այս տեսքն ունի, տեսեք ինչքան մատխաշ տեսք ունի ու շոտ համով ա լինում այս ձևով։ Դե խաշն էլ արդեն դրել եմ գազօջախի պլիտայի այդ տեղը ու ոնց որ թե եռում ա, այստեղ սինդրիկի թթու եմ հանել, որ սրանով վայելեմ։ Այստեղ էլ արդեն մեր սևուկ ակլորն ա, տեսեք ինչքան լավն ա, շատ լավ եմ պահել, ընդհանրապես ես որ ապրանք եմ պահում, միշտ էլ լավ եմ ուզում պահած լինեմ, ահա, շնորհքով մաքրել եմ, և սա արդեն պատրաստ ա եռալու, չուզեցի այդտեղ էլեկտրական պլիտայի վրա եռացնել, քանի որ մի քիչ ուշ ա լինում, գազը ավելի շուտ ա եռացնում, այստեղ էլ արդեն քարճիկն ա, ահա, էլի լավ մաքրած, այստեղ իրա ջիգյալը, սիրտը և իր ակլորի համով բաները։ Դե սիրելիներս հիմա էլ այստեղ նայենք տեսնենք, ահա, խաշի եռումա, իդեպ ասեմ ես այն ձմեռվա եփած խաշնա, հիշում եք չէ, հանկարծ այդտեղ հիշեցի, որ պիտի որ էլի ունենամ, ահա, այստեղ էլեկտրական պլիտայի վրա ա եռում ու այսպես եռալով էլ ուզում եմ լցնել ու վայելել, մի քիչ այդպես իմ նախատեսած բաները փոփոխության ենթարկվեց, դե գիտեք ամեն բան մեզանից չի կախված, հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչքան լավ ա պահպանվել այս ամիսներին, անգամ ոսկորից չի անջատվել միսը, ահա, և հիմա արդեն անջատեմ, պլիտանել պետք չի, արժե, որ մի հատ էլ հոնի կոմպոտ բերեմ, չէ, խաշի հետ, խաշը արդեն լցրել եմ, բայց այստեղ արդեն ակլորի մյուս կողմ եմ տեղափոխում, հուսամ գազերը շուտ կտան, չեմ ուզում սառնարան տանել, քանի որ ուզում էի անպայման եռացնել այսօր, այս եմ խաշը, ընտիր, իմանայի խաշ պիտի ուտեմ լավաշ կբերեի, դե ոչինչ, կոմպոտն էլ բացեմ,
Քանի որ պիտի բարեմաղթանքներ ասեմ նաև ձեզ բոլորից, սիրելիներս, անժե որ իմ քաշած արաղից մի փոքր լցնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ ինձ այն են տալիս, հենց այստեղից լուսամուտից էլ պատասխանել եմ եւ արդեն արագացնեմ, թե չէ խաշը հովանում արդեն։ Ու ոնց ասեցի, մի փոքր էլ օղի լցնեմ իմ քաշած հալալ զուլալ, որպեսզի օրհնանքի խոսքեր փոխանցեմ ձեզ, սիրելիներս։ Հասցրել եմ նաև հացն եմ մանդրեցրել, այս հացով եմ վայելելու, որը իհարկե չի խանգարի։ Ահա, սկզբի համար խոշոր աղցան եմ, խոշոր աղովը համով։ Սխտորն էլ մանդրեցնեմ, մինչև այս ամենը ինքը ամեն ինչը համերը կխառնվի, ես էլ օրհնանքներս ձեզ կփոխանցեմ։ Անկախ ամեն ինչից, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեր մտածածը, ձեր դասավորածը, ձեր ուզած ձևով չի ընթանում, երբեք ու երբեք չկոտրվեք, չհիասթափվեք եւ միևնույնն է ձեր առօրյայի մեջ այդ ամենը երբ որ լինում է, ինչ որ մի ուրիշ բանով զբաղվեք, մինչև որ ամեն ինչ կկարգավորվի։ Ինչպես որ այսօր ես արեցի, տեսակ, ահա։ Բայց երևի մի փոքր էլ սխտոր, քանի որ ինչքան սխտորը շատ է լինում, ավելի համով է լինում, հատկապես երբ որ այս տեսակ սխտորն եք լցնում։ Սիրելի հետևորդներ ջան, նաև ուզում եմ բոլորիդ ասել, որ երբեմն կապի պատճառով, կապը թույլ լինելու պատճառով իմ վլոգները շատ ուշ է տեղադրվում, անչափուշ, երբեմն պատահում է, որ մեկ օր է տևում, մինչև որ իմ պատրաստած վլոգը ձեզ է հասնում։ Միգուցե այս վլոգը այսօր չկարողանամ ձեզ մատուցել, ապա դուք կդիտեք հաջորդ օրը, սիրելի հետևորդներ ջան, իսկ այգում աշխատելը ուժի մեջ է, խաշը վայելելուց հետո իհարկե մի փոքր կհանգստանամ եւ կգնամ իմ այգում աշխատելու։ Ցանկանում եմ, որ ձեր սեղաններն էլ միշտ առատ լինեն, ձեր օջախների հացը անվակած լինեն, լինեք առողջ ու երջանիկ, մեր աշխարհին էլ խաղաղություն լինի։ Առայժմ, մինչ հաջորդ վլոգ, սիրելի հետևորդներ ջան։